հիմա Ուկրաինայում փորձում են հասնել զինադադարի նման մի բանի, եւ եթե դա տեղի ունեցավ, երկրորդ ամենամեծ ճակատը Ռուսաստանի համար հիմա էլ այդպես, բայց արդեն առաջի ճակատը կդառնա Հարավային Կովկասը, եւ այդ առումով իրենք այո ջանք ու եռանդ չեն խնայելու, որպեսզի Հայաստանում իրավիճակը ապակայունացնեն, եթե հնարավոր է արտահերթ ընտրություններ գեներացնեն, եթե հնարավոր է ահաբեկչության միջոցով, եթե հնարավոր չի փողոցային պայքարի կամ այլ կամ քաղաքական տնտեսական շանտաժի միջոցով եւ այլն, այսինքն Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանը կորցնելով կորցնում է Հարավային Կովկասը